Գեղարքունիքի մարզի 3-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտները սեպտեմբերի 1-ից նաև բնապահպանական կրթություն կստանան։ Մանկավարժներն արդեն սկսել են նյութի ուսումնասիրությունը։ Սևանա լճի պահպանության հարթակի նախաձեռնությամբ երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամը մշակել է կրթական ձեռնարկ, որը փորձաքննել է կզնակ հիմնադրամը հաստատել շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է կիրառման։ Շատ կարևոր մի նախաձեռնություն էր, որտեղ բնապահպանական կրթություն, որը հատկապես շեշտադրում է Սևանա լճի պահպանությունը, մենք չունենք։ Օգտագործում ենք որոշ գործիքներ, որսի նաև վարքագծային փոփոխություններ ունի, որտեղ իրազեկվածությունը առաջի խնդիրն է, բայց դա պետք է ավարտին հասցնել վարքագծի եւ վերաբերմունքի փոփոխության արդյունքում։ Ընդհանուր 16 ժամ է, այսինքն մի կիսամյակ է նախատեսված եւ այսօր այստեղ մենք 15 դպրոցներից վերապատրաստում ենք ուսուցիչներին։ Ձեռնարկը նպատակ ունի երեխաներին սովորեցնելու առհասարակ պահպանելու բնությունը եւ հատկապես Սևանա լիճը։ Դասերը այնպես են մշակված, որպեսզի երեխաները նաեւ աշխատեն իրենց ծնողների հետ։ Վերապատրաստվող մանկավարժները ծանոթանում են ձեռնարկի կառուցվածքին, բովանդակությանը, խմբային աշխատանքների ու դերախաղերի միջոցով փորձում նյութի մատուցման առավել հետաքրքիր եւ արդյունավետ մեթոդներ գտնել։ Թեմաներն ուսումնասիրում են աշակերտների տեսանկյունից, բարձրացնում հարցեր, որոնք կարող են տալ հենց աշակերտները, քննարկում հնարավոր պատասխանները։ Ձեռնարկը բավականին հետաքրքիր է, իր մեջ ներառված են ոչ միայն տեսական նյութը, այլ նաև ինտերակտիվ խաղերը, որոնք բավականին հետաքրքիր են դարձնելու դասաժամը։ Կուզենամ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, ինչ չէ նաև մանկապարտեզներում այս ուսուցումը լինի, որովհետև Սևանա լիճը ոչ միայն Գեղարքունիքի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության հարստությունն է։ Կրթական նախաձեռնության հեղինակները հաշվի առնելով մանկավարժների դիտարկումները նպատակ ունեն լրամշակել Սևանա լճի պահպանություն թեմայով ձեռնարկը եւ ներդնել նաեւ հանրապետության մյուս դպրոցներում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։